Հովիվ Արթուր Սիմոնյանի ամենօրյա ուղերձ, հունվարի 10-ը։ Եթե կարելի է, որքան ձեզանից է կախված, ամեն մարդկանց հետ խաղաղություն ունեցեք։ Ձեր անձերի համար վրեժխնդրություն մի արեք, սիրելիներ, այլ բարկության տեղ տվեք, որովհետև գրված է. վրեժխնդրությունն իմն է, ես հատուցումը կտամ, ասում է Տերը։ Հռոմեացիների 12:18 և 19։ Այս շաբաթ մենք խոսում ենք խաղաղության մասին։ Երեկվա խոսքը մեզ սովորեցրեց, որ խաղաղություն ունենալու համար ստեղծագործական աշխատանք է պահանջվում։ Առանց ջանքի մենք չենք կարող խաղաղություն ունենալ։ Այսօրվա խոսքը մեզ հորդորում է, որ վրեժխնդրություն չանենք մեր անձերի համար, այլ ձգտենք, որքան մեզնից է կախված, խաղաղություն պահպանել բոլորի հետ։ Իհարկե կլինեն դեպքեր, երբ մարդիկ կհրաժարվեն մեզ հետ խաղաղություն ունենալուց։ Այդ ժամանակ Աստված մեզ կասի. վրեժխնդրությունն իմն է, ես հատուցումը կտամ։ Սիրելիներ, եթե վիճել եք մեկի հետ, գնացեք և ներողություն խնդրեք նրանից։ Նշանակություն չունի, թե ով է մեղավոր, դուք թե նա, որովհետև Աստծո խոսքն ասում է. եթե քո եղբայրը քո դեմ մեկ բան ունի, գնա առաջ հաշտվիր քո եղբոր հետ։ Եթե ներողություն խնդրեք, բայց նա ձեզ չների, գնացեք նրա ընտանիքի անդամների մոտ և խնդրեք նրանց միջամտությունը։ Եթե նրանց էլ չհաջողվի ձեզ հաշտեցնել, որևէ հարմար առիթ փնտրեք ու ևս մեկ անգամ նվերով գնացեք նրա մոտ։ Եթե ամեն ինչ անեք, բայց ոչ մի արդյունքի չհասնեք, Աստծուն կարող եք ասել. Տեր, ես ամեն ինչ փորձեցի, բայց ոչինչ չստացվեց։ Խնդրում եմ, օգնիր ինձ։ Այդ ժամանակ Տերը ձեր անձի համար վրեժխնդրություն կանի և հատուցումը կտա։ Իսկ մինչ այդ, որքան ձեզնից է կախված, ամեն մարդու հետ խաղաղություն ունեցեք։ Ամեն։